Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, դուք դիտում եք Հայլուրը, առաջիկա րոպեներին կիմանաք ամենակարևորը մայիսի 5-ի լրահոսից թողարկումը սկսում ենք ներքաղաքական տուրբուլենտության պատճառ դարձած իմփիչմենթի գործընթացից, որի սոուսի տակ հակաքարոզչություն է սկսվել խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցության դեմ։ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու որևէ հիմք չի տեսնում Ալեն Սիմոնյանը, ավելին պնդում է 2026-ին նորից վերցնելու են իշխանությունը։ Ես վստահ եմ, որ այո 50+1%-ով, իսկ 2026 թվականին մոտ կարող է նույնիսկ ավելի շատ տոկոսով։ Նույն վստահությամբ Սիմոնյանը Գյումրիի ու Փարաքարի ընտրություններից առաջ պնդում էր, թե ԿՊ-ն հաղթելու է, սակայն իշխող ուժը ջախջախիչ պարտություն կրեց ավականու ընտրություններում։ Խնդրում եմ եւ հորդորում եմ եւ խորհուրդ եմ տալիս համապետական ընտրությունները եւ տեղային ընտրությունները որևիցե ձևով չհամեմատել եւ դա որպես չափանիշ չվերցնել։ Գյումրիի ու Փարաքարի ընտրություններից հետո երկիրն ասես ապրում է ընտրական ռեժիմով, որը նոր լարվածություն է հաղորդել ներքաղաքական կյանքին։ Փաշինյանի դեմ իմպիչմենթի գործընթաց սկսել, թե սպասել հերթական ընտրությանը, որը 2026-ի հունիսին է։ Հայաստան դաշինքի դիրքորոշումը հստակ է, Փաշինյանին անվստահություն հայտնելու համար բավարար ձայներ չունի խորհրդարանական ընդդիմությունը։ Իմպիչմենթի գործը գլուխ բերելու համար պետք է 20 ՔՊԱ-կանի ձայն, որը չկա։ Եվ ուրեմն ինչու սկսել մի նախաձեռնություն, որը ի սկզբանե դատապարտված է ձախողման։ Հիմքերը այսօր արկա չեն, այդ հիմքերը եթե արկա չեն, դա նշանակում է նախորդ գնալ ձախողման եւ կարծում եմ այդ քայլերը հենց այն քայլերն են, որ հենց իրեն Նիկոլ Փաշինյանին են։ Հայաստան խմբակցության այս դիրքորոշումը շատերին առիթ է տվել հարձակվել խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցության վրա, թե իբր Ռոբերտ Քոչարյանի թիմը դեմ է Փաշինյանին հեռացնելուն։ Ավելի մեծ սուտ դժվար էր մտածել ընդդիմության ամենաազդեցիկ թևին սևացնելու համար։ Այս առումով միայն թիրախավորելը Հայաստան խմբակցության պատգամավորներին մեր համար անընդունելի է։ Մենք ասում ենք, որ մեր հետ շանտաժի լեզվով չի կարելի խոսել։ Իմպիչմենթի նախաձեռնությունը որպես շանտաժի միջոց օգտագործող Արթունենք շարժումը արդյոք հանրապետության երրորդ նախագահի ուղղորդմամբ է թիրախավորում Հայաստան դաշինքին։ Ես չեմ կարող ասել Սերժ Սարգսյանի կողմից է, թե ում կողմից է, համենայն դեպս այդ անձերը, անհատները, որոնք որ նախաձեռնել են, դրանք քաղաքական ուժ չեն ներկայացնում, բայց կարող է ընդհատակյա ներկայացնեն այլ ուժերի, ընդ որում նաև ընդդիմադիր ասպես հարթակի։ Այս պահին, երբ նախկին փորձը հուշում է, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը հաջողությամբ չի ավարտվելու, իմպիչմենթ սկսելը ձեռնտու է հենց Փաշինյանի թիմին, նկատում են վերլուծաբանները։ Նրանք հիշեցնում են օրենքի այն կետը, ըստ որի, եթե իմպիչմենթը տապալվում է, կես տարի խորհրդարանը զրկվում է վարչապետին անվստահություն հայտնելու հնարավորությունից։ Իսկ հնարավոր է, որ իմպիչմենթի հարցը օրակարգ բերած մարդիկ ուզում են պարզապես անվտանգության լրացուցիչ բարձիկ ստեղծել Փաշինյանի իշխանության համար։ Կարնե Մանգասարյան, Նորա Շարբաթյան եւ Անի Ղանդիլյան, Հայլուր։ Ալեն Սիմոնյանի արտաբերանքին անդրադառնալը զզվելի է ցանկացած հայ մարդու համար։ Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն այսպես է արձագանքել Սիմոնյանի հայտարարությանը, թե նախագահ Քոչարյանը ռուսական լրտեսի կարգավիճակ ունի։ Ալեն Սիմոնյանը փաստեր չունի, բայց ասում է քաղաքական հայտարարություն անելու ազատություն ունի, որ Հայաստանի երկրորդ նախագահին ռուսական լրտես անվանի։ Փաստեր չոր փաստեր ունեմ կդիմեմ, ես քաղաքական գործիչ եմ եւ ես քաղաքական հայտարարություն անելու ազատություն ունեմ։ Նա ռուսական շահերը հետապնդող եւ միայն այդ ուղղությամբ ծառայություն մատուցող քաղաքական գործիչ է։ Ազգային ժողովի նախագահը պնդում է, թե երկրորդ նախագահի հայտարարություններից է ենթադրում, թե իբր նա ռուսական շահն է սպասարկում։ Գիտեք, ես էլ կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանը ադրբեջանական եֆրեյտոր շպիոնի ու թուրքական գործակալի կարգավիճակ ունի։ Ու իսկապես նրա արտաբերանքին անդրադառնալը զզվելի է ցանկացած հայ մարդու համար։ Բագրատ Միկոյանը հորդորում է Թուրքիայի նախագահի գիրքը տալ Ալեն Սիմոնյանին, որ նա հանգստանա։ Էրդողանի գիրքը իրենք ունեն սրբության սրբոցի պես պահում են, թող այդ Էրդողանի գիրքը գրքի հանգստանա։ Սա էլ իմ քաղաքական կարծիքն է ու քաղաքական գնահատականը։
Այս տեսարանն է Հայաստան խմբակցության ներկայացուցիչներին իրավունք տալիս հայտարարելու, որ ՔՊԱ-ականներ իրենց լավ են զգում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գիրքը գրկելիս։ 2024-ի սեպտեմբերին Նյու Յորքի թուրքական տանն են հանդիպել Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահը։ Ալեն Սիմոնյանը պետք է հասկանա, որ ինքն է հենց շպիոն հանդիսանում եւ այս իշխանությունն է հանդիսանում շպիոնը թուրք-ադրբեջանական տանդեմի, երբ որ իրենք հայտնվել են դեմ առ դեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ գործողությունների արդյունքում այս ճնշված վիճակում հենց սա է ինքնիշխանության կորուստը։ Հայաստան խմբակցության ղեկավարը հորդորում է համեմատել, ում ղեկավարման շրջանում է Հայաստանն ավելի ինքնիշխան եղել՝ Ռոբերտ Քոչարյանի, թե Նիկոլ Փաշինյանի։ Ավելի բալանսավորված, լայն ընդգրկվածություն ունեցող արտաքին քաղաքականություն իրականացրել, ոչ հիմա իհարկե, որովհետև նախկինում արտաքին քաղաքականությունը եւ երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունները, որոնց հիմքում ընդգրկված են եղել եւ քաղաքական, եւ աշխարհագրական, եւ նաեւ անվտանգային բավականին լուրջ բաղադրիչներ, թույլ է տվել, որպեսզի Հայաստանն ու Արցախը ինտեգրված այսպես համակարգում փորձեն զարգանալ։ Փաշինյանի իշխանությունն է Արցախը հանձնել Ադրբեջանին։ Փաշինյանի իշխանության օրերին է թշնամին օկուպացրել Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածքը, հիշեցնում են ընդդիմադիրները։ Պնդում ՔՊ-ն փրփուրներից է կախվում, փորձելով ազատվել դավաճան պիտակից։ Գողն ամենաբարձրն է գոռում։ Բռնեք գողին, նկատում են Հայաստան խմբակցությունում։ Արփիս Քեսյան, Նորա Շարբաթյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Բռնության որևէ ձև, լինի դա ֆիզիկական բռնություն, լինի բռնությունը խոսքով, վիրավորանքով, սադրանքով, մեզ համար անընդունելի է։ Երևանի քաղաքագլուխը վերջապես հասկացել է, ապրիլի 30-ին բռնություն է եղել Նոր-Նորքի թաղապետարանում։ Դու լավ տղեն դու չես։ Բայց դե ինքը հո դատավոր չի, որ դատի։ Ես դատավորի դեր չեմ ստանձնելու, հարգելի գործընկերներ, կա քրեական գործ եւ նաև քրեական գործի էությունը ցույց է տալիս, որ կա նաև երկրորդ կողմ, այնուամենայնիվ, այսինքն կա խուլիգանության հոդվածով անձինք, ովքեր որ ներգրաված են եւ վարույթ է իրականացում։ Այս բանը Տեր Մարկյան, կարծում եմ դուք պետք է ասելիք ընդունել։ Խորը շունչ է քաշում սկանդալի կենտրոնում հայտնված Նոր-Նորքի թաղապետը ու ներողություն խնդրում նախ Տիգրան Ավինյանից, հետո հանրությունից։ Տեսարանը ոչ հաճելիներից էր եւ կարծում եմ որպես վարչական շրջանի ղեկավար չպետք է տրվեի սադրանքին, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն։ Ցավում եմ տեղի ունեցածի համար եւ ձեզանից, պարոն քաղաքապետ, եւ մեր հանրությունից եւս մեկ անգամ հայցում եմ ներողամտություն եւ հավատացնում եմ, որ դրանից հետո ես ինքս եկել եմ բազմաթիվ եզրահանգումների։ Ավինյանը լսում է Նոր-Նորքի թաղապետի ներողությունը եւ հավանաբար ներում, ներվածը շարունակում է պաշտոնավարել։ Սա շարունակական բնույթ է կրելու, եթե մեկ անգամ չես պատժում, սա դառնում է սովորական եւ կարելի է սրա կողքով էլ հանգիստ անցնել։ Երևանի ավականու ընդդիմադիր ազգային առաջընթաց խմբակցության անդամը լսել է քաղաքապետարանում Տիգրան Ավինյանի այսօրվա հայտարարությունը։ Անընդհատ որևէ մեկը որևէ մի թեմայով, որևէ մի սուտ կասի եւ այդ սուտը վստահաբար մենք կարող ենք որպես սադրանք ընդունել։ Ըստ Քրիստինա Վարդանյանի, ծիծաղելի է, որ Ավինյանը մոռացել է, թե ինչից է սկսվել ամեն ինչ։ Թաղապետի հայոյախառն հեռախոսազանգը բլոգեր ակտիվիստին, հետո իշխանական Civic AM-ին տված հարցազրույցում խոստովանությունը, որ այո, ինքն է զանգել ու հայոյել։ Լավ է արել։ Դեռ ինչքան կարելի է իջեցնել նշաձողը եւ ցույց տալ հանրությանը, որ իշխանությանը կարելի է ամեն ինչ, իսկ հանրության պարագայում օրենք եւ վերջում էլ ձերբակալ են այն մարդուն, ում նկատմամբ բռնություն է տեղի ունեցել։ Սա էլ չէ, պարզ ցույց է տալիս, որ իշխող ուժը, իր վերաբերմունքը ամենին սա է, ինչ որ մենք տեսնում ենք։ Թաքցնելու ոչինչ չկա, ուրեմն վերագրելու ոչինչ չկա։ Մեր Տիգրան Ավինյանին Նոր-Նորքի թաղապետարանում տեղի ունեցած խայտարակությունը դու լավ տղեն դու չես։ Կարծես այնքան չի զայրացրել, որքան Հանրապետություն կուսակցության անդամ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի հարցազրույցը հրապարակ օրաթերթին։
Չորեքշաբթի Մալաթիա Սեբաստիայի թաղապետն ասել էր, որ իրենք ամբողջ կուսակցությունով վայր կդնեն լիազորությունները, եթե Տիգրան Ավինյանը որոշի պաշտոնանկ անել նոր-նորքի թաղապետ Տեր Մարգարյանին։ Ձեր հայտարարություններում մաքսիմալ զգուշություն ձեզանից պահանջեմ եւ խնդրում եմ, պարոն Մխիթարյան ջան, մենք խոսել ենք սրա մասին, ձեր հայտարարությունը սխալ հայտարարություն էր։ Ռոմիկ Մխիթարյանը լուր է ու լուր չի արձագանքում Ավինյանին։ Քաղաքացու դեմքին թքող Ալեն Սիմոնյանը կարծում է, պետական պաշտոնյան ինքն իրեն պետք է զսպի, սադրանքի չտրվի։ Դժվար է այս իրավիճակում, երբ որ խոսքի ազատությունը հաճախ խառնում են լկտիության, լպիրշության, ամենաթողության հետ, շատ դժվար է ինքնատերապետության զբաղվել, բայց պետական պաշտոնյան պետք է այդ ինքնատիրապետություն ունենա, իսկ երբ որ չի լինում, պետք է համարձակություն ունենա ներողություն խնդրելու։ Հրապարակը գրում է, որ նոր-նորքի թաղապետարանի ծեծուջարդից հետո ԿՊ-ում ամեն ինչ խառնվել է իրար։ Օրաթերթի տեղեկություններով իշխանականները կարծում են, որ եթե Հանրապետության կուսակցության անդամ նոր-նորքի թաղապետը հրաժարական չտա, ապա պետք է խզել նրանց հետ Երևանի ավականիում կոալիցիոն հուշագիրը։ Ըստ հրապարակի աղբյուրների ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանն է Փաշինյանին ասել թիմի տրամադրությունների մասին։ Եթե Ավինյանը չկարողանա Տեր Մարգարյանին ազատել պաշտոնից, ապա հարցը կքննարկվի քաղաքապայմանագրի վարչությունում։ Էդգար Ղուշչյան, Միլենա Պողոսյան, Հայլուր։ Մայիսի 9-ին հայկական զորախումբ մեկնելու է Մոսկվա մասնակցելու հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին։ Հայլուրը հետաքրքրվել է խորհրդարան եկած պաշտպանության փոխնախարարից։ Արման Սարգսյանը չլսելու է տվել հարցը։ Մինչև դա մի խոստովանություն է արել հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով ադրբեջանական կողմի կրակոցների պաշտպանության նախարարությունը միշտ չէ, որ օպերատիվ է արձագանքում, իսկ ադրբեջանցիները շարունակում են թիրախավորել հայկական բնակավայրերը։ Եղել է դեպքեր, երբ որ մի փոքր մենք էլ ենք միասին խոսել, որ փոքր օպերատիվության խնդիր եղել, որը վերջին ժամանակաշրջանում վստահաբար ասում եմ, որ նման խնդիր այլևս չունենք։ Պարոն Սարգսյան, մի հատ տեխնիկական հարց։ Մայիսի 9-ի շքերթին պաշտպանություն Պարոն Սարգսյան, մի հատ ճշտող հարց։ Մայիսի 9-ի շքերթին հայկական զորախումբ մեկնելու է Մոսկվա, որտեղ Ադրբեջանը կարծես հաստատել է, պարոն Սարգսյան, կա այդպիսի տեղեկատվություն։ Այսինքն չի լինելու հայկական զորախումբ։ Սահմանապահ զորքերի զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու գործով մեկ անձ կալանավորվել է։ Տեղեկությունը մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է քննչական կոմիտեի մամուլի քարտուղարը։ Ինչպես հիշում եք, ապրիլի 25-ին Սյունիքում սահմանապահ զորքերի զինծառայող էր մահացել։ ԱԱԾ-ն հայտնել էր, որ Արթուր Ավետիսյանը իրեն ամրակցված ինքնաձիգից է ստացել հրազենային վնասվածք։ Արթուրը բանակ էր զորակոչվել 9 ամիս առաջ։ Չնայած Ռուսաստանից Հայաստանի իշխանություններին ուղղված բազմաթիվ մեղադրանքներ են հնչում ամենաբարձր մակարդակներով, հայկական կողմը պատրաստվում է Դաշնության արտգործնախարարի այցին։ Այսպիսի հայտարարություն է արել այսօր Ալեն Սիմոնյանը։ Խորհրդարանի նախագահի խոսքով Սերգեյ Լավրովի այցը Հայաստան նախատեսված է հունիսի սկզբին։ Անցած դեկտեմբերին ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո ռուս-ադրբեջանական հարաբերություններում լարվածության երկրորդ փուլն է սկսվել։ Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ազեր Բադամովին թույլ չեն տվել մտնել Ռուսաստան, նրան ձերբակալել են ու արտաքսել։ Ադրբեջանական պատվիրակությունը Մոսկվայով Աստրախանի շրջան էր գնում, մասնակցելու Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան առթիվ կազմակերպված միջոցառումներին։ Տեղեկություններ կան, որ Բադամովը Ռուսաստանի սև ցուցակում է հայտնվել Եդինայա Ռոսիայի պատգամավոր Նիկոլայ Վալուևին վիրավորելու համար։ Ռուս պատգամավորին ադրբեջանցի պաշտոնյան անվանել է էվոլյուցիայի փակուղային ճյուղի հազվագյուտ ցուցանմուշ, խրված նեանդերթալցու եւ հոմո սափիենսի միջև զարգացման ինչ-որ փուլում։ Ադրբեջանի արտգործնախարարությունը սուր է արձագանքել։ Ռուսական կողմն առանց որևէ զգուշացման ձերբակալել է ադրբեջանցի պատգամավորին, հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ հարցը հետաքննվելու է, սակայն բացատրություն չի տվել այդ որոշման պատճառների վերաբերյալ։ Ռուսական կողմի այս որոշումը համարում ենք ոչ բարեկամական քայլ, ակնկալում ենք Ռուսաստանից պարզաբանումներ այս հարցի վերաբերյալ։
Сразу после визита... Ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցները հարցեր են բարձրացնում, ինչու Մոսկվան նախապես չէր տեղեկացրել պատգամավորի մուտքի արգելքի մասին։ Պատվիրակության կազմը հայտնի էր։ Ադրբեջանցի պատգամավոր Ազեր Ալախվերանովը CBC-ի եթերում կարծիք է հայտնել, թե Ազեր Բադամովը ի սկզբանե չի եղել այսպես կոչված սև ցուցակում։ Նրա խոսքով Բադամովը 2 շաբաթ առաջ նույնպես Ռուսաստանում է եղել, Դաղստանում։ Ինչ է տեղի ունեցել այս 2 շաբաթվա ընթացքում, հարց է տվել պատգամավորը։ Նրա պնդմամբ Վալուևին դեռ այդ այցից առաջ էր արձագանքել Բադամովը։ Ռուսական կողմը լռում է։ 3 ամիս առաջ էլ Մոսկվան էր Բաքվից պատասխան պահանջում Նիկոլայ Վալուևին պերսոնա նոն գրատա ճանաչելու համար։ Պետդումայի զբոսաշրջության կոմիտեի առաջին տեղակալ Նիկոլայ Վալուևի Ադրբեջանի եւ ադրբեջանական ժողովրդի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտություններն ու սպառնալիքները բացարձակապես անընդունելի են, հայտարարել էր Ադրբեջանի արտգործնախարարությունը։ Վալուևը արձագանքելով Ադրբեջանում ռուսական տան փակմանը հայտարարել էր, որ իրենք էլ կարող են փակել ադրբեջանական սփյուռքի կառույցները Ռուսաստանում, սահմանափակել ադրբեջանցիների բիզնեսը։ Բայց ռուս-ադրբեջանական լարվածության արմատները 2024-ի դեկտեմբերի 25-ին են հասնում, երբ ադրբեջանական Ազալ ավիաընկերության ինքնաթիռը վթարվել էր Ակտաուի մոտ, ինչի հետևանքով 38 մարդ էր զոհվել, այդ թվում 2 օդաչուները։ Բաքուն Մոսկվայից պահանջել է ընդունել մեղավորությունը, բայց Մոսկվան մեղքը չի ընդունում։ Ինքնաթիռի վթարի հետաքննությունը շարունակվում է։ Վերջնական հաշվետվությունը նախատեսվում է ներկայացնել մինչև 2025 թվականի դեկտեմբեր, մինչև ավիաաղետի տարելիցը։ Լիլիթ Սարգսյան, Նորայր Հակոբյան, Հայլուր։ Վերջին ամիսների ամենախոշոր ներխուժումն է Ուկրաինան արել Կուրսկում։ Դաշնության սահմանները նորից հատել են ուկրաինացիները։ Կիևի ուժերը փորձել են ճեղքել Տյոտկինո սահմանամերձ գյուղի հատվածից։ Չնայած մարտի վերջին ռուսական ուժերը հայտարարել էին, որ ամբողջությամբ դուրս են մղել ուկրաինական զորքերին Կուրսկից, հիմա Կիևը նորից ակտիվ ռազմական գործողություններ է սկսել այդ հատվածում։ Ռուսական տելեգրամալիքները գրում են, որ ուկրաինացիները գրոհ են սկսել նաև հարավ-արևելքից, Նովի Պուտ գյուղի տարածքից։ Հարվածների հետևանքով ավերվել են Զվանոյե գյուղի Սեյմ գետի վրայով անցնող կամուրջը։ Կուրսկի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը 3 զոհի մասին է հայտարարել։ Նրանք հավանաբար զոհվել են ԱԹՍ-ների հարձակման ժամանակ։ Ոչ պաշտոնական տեղեկություններով 2 մարդ է մահացել Բոլովսկի շրջանի Իշչեգոլեկ գյուղի մոտակայքում, մեկը Գլուշկովսկի շրջանի Զվանոյե գյուղում։ Ուկրաինական ԱԹՍ-ներ են կեսգիշերից հետո պտտվել Մոսկվայի շրջանում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը վերջին 24 ժամում 36 ԱԹՍ է ոչնչացրել, միայն 4-ը Մոսկվայի ուղղությամբ թռչող։ Պոդոլսկի շրջանում անօդաչուի ընկնելու հետևանքով մի քանի բնակելի տուն ու ավտոմեքենա է վնասվել։ Հարձակման հետևանքով Մոսկվայի Վնուկովո և Դոմոդեդովո օդանավակայաններում թռիչքներն ու վայրեջքները սահմանափակվել են։ Գերլարված է իրավիճակը ռուս-ուկրաինական ճակատում։ Ռուսները հարվածել են Սումիի մարզի Կոնոտոպ քաղաքին շահեդ տեսակի անօդաչուներով և բալիստիկ հրթիռներով։ Ծովային դրոններով Ղրիմում են հակահարձակում սկսել ուկրաինացիները։ Ռուսական ռազմական օբյեկտներ են խոցել։ Ռուսական զինուժը շարունակում է հարձակողական գործողությունները Խարկովի մարզում։ Կուպյանսկի ուղղությամբ ռուսները որոշակի առաջխաղացում ունեն։ Պոկրովսկի ուղղությամբ վերջին շաբաթվա ընթացքում ավելի քան 1500 ռուսական գրոհ է եղել։ Հարձակողական գործողություններ դաշնությունը շարունակում է Սումիի մարզի հյուսիսում, Բելովոդ, Վոդոլագ, Լոկնի շրջաններում, առանց հաստատված առաջխաղացման։ Գաნა Մովսիսյան, Հայլուր։ Ինչպես, ինչ պայմաններում է ապրում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա ղեկավարման 25-ամյակի արդիվ պետական հեռուստատեսությամբ հեռարձակված ֆիլմում Պուտինը Պավել Զարուբինին ցույց է տվել, որտեղ է թեյ խմել Չինաստանի առաջնորդ Սի Ցինփինի հետ, որտեղ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ։ Քլինթոնը։ Այո։ Այսինքն հարաբերություններն այդ մակարդակի էին։ Դե հա, պաշտոնական այցով էր այստեղ, ինչքան հիշում եմ, հենց այստեղ էլ թեյում էինք։ Այս դաշնամուրը նվագում եք։ Հա, բայց հազվադեպ։ Ցույց է տվել նախագահական պահարանը, հետո իր համար ամենակարևոր սենյակը։
Самое главное? Да. Ամենակարևոր? Да. Այո։ Դուք առավոտյան եք, չէ՞ երևի մարզվում։ Вы по утрам, да, сюда приходите? Да. Всегда. Այո։ Были моменты, когда вы... Վերջին 20 տարում երբևէ եղել է, որ ինքներդ ձեզ հարցնեք, լավ, ինչի համար է այս ամենը, ինչի՞ս է պետք։ Никогда не было такого. Никогда. Ոչ, երբեք չի եղել։ Հետո Պուտինը սառնարանի պարունակությունն է ցույց տվել։ Չնայած ուշ ժամին շոկոլադ, կեֆիր, մեղր ու կաթ է հյուրասիրել նկարահանող խմբին, անձամբ սեղան գցել։ Ամեն ինչ ռուսական է։ Все российское, да? Իհարկե։ Конечно. А че же? Պուտինը խոստովանել է, չնայած օգնականներ ունի, խոհանոցում սովորաբար ինքն է իր համար պատրաստում։ Домашняя церквушка. Զարուբինը թորների մասին է հարցրել։ Պուտինն ասել է, որ նրանք ազատ ելումուտ ունեն Կրեմլ, բայց հյուր գալուց առաջ զգուշացնում են, որովհետև իր գրաֆիկը շատ խառն է։ А вы строгий с ними? Դուք նրանց հետ խիստ եք։ Или все-таки нет? Ոչ, բացարձակ։ Պուտինը ամուսնացած է եղել Լյուդմիլա Պուտինայի հետ 1983 թվականից։ Ունեցել են երկու դուստր՝ Մարիան եւ Եկատերինան։ 2013 թվականին ամուսինները բաժանվել են։ Ըստ Լյուդմիլա Պուտինայի ամուսնալուծվել են, որովհետև Պուտինը այնքան է տարված եղել աշխատանքով, որ իր համար ժամանակ չի մնացել։ 2017-ին Պուտինը պատմել է, որ երկրորդ անգամ է պապիկ դարձել։ Նա մինչև հիմա չի նշում թորների անունները, անվտանգությունից ելնելով։ Ну, как бы скажем, лично. Բայց միշտ ասել է, թե ինչքան է հպարտանում նրանցով։ Библиотека так называемая. Անձնական ու կենցաղային հարցերից հետո Զարուբինն ու Պուտինն անցել են ավելի լուրջ թեմաների։ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը բավարար ուժ եւ ռեսուրսներ ունի Ուկրաինայում պատերազմը տրամաբանական ավարտին հասցնելու համար։ Безусловно, Այնպես որ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի լինի։ может быть, особенно остро это Այնուամենայնիվ Ուկրաինայի հետ հաշտեցումն անխուսափելի է, վստահեցրել է Պուտինը։ решение своевременно. Դրա համար Ռուսաստանը պատրաստ է կառուցել հարաբերություններ այլ երկրների հետ, բայց միայն այն դեպքում, եթե դրանք չեն վնասում Ռուսաստանի շահերին։ Իդեպ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը, որ խոստացել էր ընտրվելու դեպքում կանգնեցնել ռուս-ուկրաինական պատերազմը, հիմա հայտարարում է, թե հիասթափված է արդյունքներից եւ հնարավոր է Վաշինգտոնը մոտ ապագայում դադարեցնի միջնորդական ջանքերը։ Լիլիթ Գասպարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ President Trump, welcome back to Meet the Press. Thank you very much. Միացյալ Նահանգների 47-րդ նախագահը NBC-ի ուղիղ եթերում պատմել է իր կառավարման 100 օրերի մասին, խոսել ապագա պլաններից։ Խոստովանել է Թրամփը, իր համար այս պահին ամենադժվար հարցը ուկրաինական պատերազմը կանգնեցնելն է։ Մարդկային ահռելի կորուստներ ունեցող հակամարտող կողմերը դեռ որևէ հստակ քայլ չեն անում հրադադարի համար։ Միացյալ Նահանգների նախագահի տվյալով ամեն շաբաթ 5000 զինվոր է կորցնում յուրաքանչյուր կողմը։ Դեռ համբերում է Թրամփը, բայց ինքն էլ չգիտի, թե որքան կկարողանա հանդուրժել հրադադարի իր առաջարկները մերժողներին։ Լինում են պահեր, որ մտածում եմ երկու կողմին ասել՝ մնացեք հիմար ու շարունակեք կռվել։ Բայց անմիջապես դրական բաներ են տեղի ունենում ու որոշում եմ դեռ առաջ ընթանալ բանակցություններում։ Հաճախ է Թրամփը հեռախոսով զրուցում Ռուսաստանի առաջնորդի հետ, բայց ոչ իր նախաձեռնությամբ։ Եվրամիության առաջնորդներն են խնդրում Թրամփին զանգել Պուտինին պատերազմը կանգնեցնելու փորձեր անել։ Գիտեք, Եվրամիության ղեկավարներն ինձ այնքան են խնդրել, որ զանգահարեմ Պուտինին, քանզի Պուտինը չի պատասխանի նրանց զանգերին։ Ուկրաինայի հարցերը խաղաղ ճանապարհով լուծել ցանկացող Թրամփին Գրենլանդիային տիրանալու մտադրությունների մասին են հարցնում։ Պատրաստվում է ԱՄՆ ղեկավարը զենք բարձրացնել հսկայական կղզին իրենով անելու համար, ոչ հերքել, ոչ հաստատել է Թրամփը։ Ես չեմ ասում, որ պատրաստվում եմ ռազմական ուժի դիմել Գրենլանդիան գրավելու համար, բայց ոչինչ չեմ էլ բացառում։ Մեզ Գրենլանդիան անհրաժեշտ է միջազգային անվտանգությունն ապահովելու համար։ Սպիտակ տուն ոտք դրած օրից Թրամփը բարձրացրել է Գրենլանդիայի հարցը, պարբերաբար սպառնալով, որ նվաճելու է կղզին, եթե նույնիսկ ստիպված լինի դրա համար ռազմական ուժ կիրառել։ Աշխարհին պետք է, որ Գրենլանդիան մերը լինի, 2 ամիս առաջ հայտարարել էր Թրամփը։
Բայց այ Կանադայի դեպքում հաստատ ռազմական ուժի չի դիմելու Թրամփը։ Չեմ կարծում, որ մենք երբևէ կհասնենք այդ կետին։ Բայց մյուս կողմից էլ համոզում է, թե Կանադան Միացյալ Նահանգներին միանալու դեպքում արժեքավոր նահանգ կդառնա։ Երբ ես նայում եմ քարտեզին ու տեսնում այն գիծը, որը կանոնով գծել են շատ տարիներ առաջ, այն ինձ շատ արհեստական է թվում։ Դուք նույնիսկ չեք կարող պատկերացնել, թե ինչ հրաշալի երկիր կարող է դառնալ Կանադան։ Հարցազրույցից դուր Թրամփը շարունակել է սկանդալային հայտարարությունները։ Իր հրամանով բացվելու է աշխարհի ամենավտանգավոր հանցագործների համար գործող բանտը՝ Ալկատրասը։ Թրամփի կարծիքով սերիական մարդասպանների տեղն այնտեղ է։ Մենք այլևս չենք հանդուրժի այս սերիական հանցագործներին, որոնք չարիք, արյունահեղություն եւ քաոս են առաջացնում մեր փողոցներում։ Բանտը փակվել էր 1963 թվականին ու այդ ժամանակից գործում է որպես թանգարան։ Ալկատրասը իսկական դժոխք էր այնտեղ հայտնված բանտարկյալների համար։ Բանտում կարգուկանոնը խախտողներին ստիպում էին ծանր աշխատանքներ կատարել։ Սահմանափակ քանակով էին տալիս նրանց հաց ու ջուր։ Աշխարհը իր երկրորդ գալուստով ցնցած ԱՄՆ 47-րդ նախագահը մտադիր է 8 տարի անց այլևս չառաջադրվել նախագահի պաշտոնում։ Նրա խոսքով իր կողմնակիցները պարբերաբար հորդորում են իրեն առաջադրվել երրորդ ժամկետի համար, սակայն ինքը որոշել է հեռանալ նախագահի պաշտոնից ընդմիշտ։ Հասմիկ Սերոբյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Մի մեծ խառնարան է բացել հիպերձայնային բալիստիկ հրթիռը, որով հութիները խփել են աշխարհի ամենապաշտպանված օդանավակայաններից մեկին՝ Թել Ավիվի Բեն Գուրիոն միջազգային օդակայանին։ Վնասվել է գլխավոր տերմինալի մերձակայքը կից ճանապարհային ենթակառուցվածքներով, վիրավորներ կան։ Մեկը միջին ծանրության էր, 3-ը ծանր վիճակում էին, իսկ 6 հոգի թեթև վնասվածքներ են ստացել։ Բոլոր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ։ Սա առաջին դեպքն է, երբ հութիների հրթիռը հասել է օդանավակայանի տարածք, չեզոքացնելով իսրայելական եւ ամերիկյան հակաօդային պաշտպանության հզոր համակարգերը։ Իսրայելի օդային դարպասը համարվող Բեն Գուրիոնի օդանավակայանը այլևս անվտանգ չէ։ Միջազգային ավիաընկերությունները դադարեցրել են թռիչքները։ Դա բնական է, որ դադարեցրել են թռիչքները։ Իսրայելում ամեն ինչ կարող է տեղի ունենալ։ Օդակայանում մնացած հարյուրավոր ուղևորներից շատերը այս մարդու պես էլ չեն զարմանում։ Պատերազմները վաղուց դուրս են եկել ռազմաճակատից եւ գալիս են այնտեղ, ուր սովորական մարդիկ են։ Մեկը եղբոր հարսանիքին շտապող, մյուսը հույժ կարևոր վիրահատության։ Նրանք չկարողացան խոցել հրթիռը, եւ ես բավականին անհանգստացած եմ։ Պետք է Լոնդոնում արդեն լինեի, երեխաներիս կողքին։ Եմենի հութիները կոչ են արել միջազգային ավիաընկերություններին հանուն իրենց ուղևորների եւ ինքնաթիռների անվտանգության դադարեցնել օդային թռիչքները դեպի Իսրայել։ Գազայի հատվածում Իսրայելի ագրեսիվ գործողություններին ի պատասխան Եմենի զինված ուժերը հայտարարում են թշնամու լիակատար օդային շրջափակման մասին։ Թորայի սկզբունքներով 7-հապատիկ պատասխան է խոստացել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Վարչապետը կոշտ հարվածով է սպառնացել ոչ միայն հութիներին, այլ նաև նրանց իրանական հովանավորներին։ Նեթանյահուն խոստացել է դա անել իր ընտրած ժամին եւ վայրում։ Մենք հակահարված ենք տվել անցյալում, կհարվածենք նաև ապագայում։ Չեմ կարող ամեն ինչ մանրամասն ասել։ Մենք Միացյալ Նահանգների հետ համակարգված աշխատում ենք նրանց դեմ։ Փուլային կարգավորման պլան ենք մշակում։ Մենք կենտրոնացած ենք երկու խնդրի վրա։ Առաջինը վերադարձնել մեր պատանդներին, երկրորդը տապալել Համասը։ Բեն Գուրիոնը հրթիռակոծելուց ժամեր անց հութիները 3 օդային հարված են ստացել ամերիկացիներից։ Մայրաքաղաք Սանայի հարավային շրջաններն են ռմբակոծվել։ Երբ անտեսվում են անվտանգության բոլոր շերտերը, հիպերձայնային հրթիռով ճեղքելով աշխարհում ամենամեծ պաշտպանական համակարգերից մեկը ակնհայտ է դառնում, ապա պատերազմները այլ օրինաչափություններով են ընթանում։ Հարցն այլևս միայն Գազայի կամ Եմենի ճակատում չէ, այն վերածվում է գլոբալ դիմակայության Իրանի եւ նրա հակառակորդների միջև, կարծում են միջազգային փորձագետները։ Եթե մեզ պատերազմ պարտադրեն, մենք ուժով կպատասխանենք, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն։ Նոր Ղասեմ Բասիր բալիստիկ հրթիռի փորձարկումից հետո։ Այո, այդպես էլ կլինի։ Ծովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։
Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու խնդրանքով Պակիստանը դիմել է ՄԱԿ-ին, պատճառը Հնդկաստանի հետ լարվածության աճն է։ Տեղեկությունը ռուսական ՏԱՍ-ն է հայտնել հղումանելով իր աղբյուրներին։ Պակիստանը խնդրում է անվտանգության խորհրդի նիստ անցկացնել, ամսաթիվը դեռ որոշված չէ, ասել է ՏԱՍ-ի աղբյուրը։ Թուրքիայում տղամարդը հարվածել է ընդդիմության առաջնորդին։ Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Օզգուր Օզելը հարձակման է ենթարկվել Աթաթուրքի անվան մշակութային կենտրոնից դուրս գալու պահին։ Անծանոթը մոտեցել է նրան, ուժեղ հարվածել դեմքին։ Հարձակվողը բերման է ենթարկվել։ Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում փոխհրաձգության հետևանքով 7 մարդ է տուժել, երկուսը քաղաքացիական անձինք են, նրանցից մեկը 17-ամյա աղջիկ։ Դաղստանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ճանապարհային ոստիկանության մեկ աշխատակից մահացել է, ևս երկուսը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։ Դաղստանի ղեկավարի տեղեկությամբ վարորդը կրակ է բացել ներքին գործերի նախարարության աշխատակիցների ուղղությամբ, որոնք փորձել են կանգնեցնել իր ավտոմեքենան։ Երկրորդ օրն է, բաց է Մարմարի գյուղի 3-րդ փողոցի առաջին տան դուռը։ Պետրոսյանները սպասում են, որ իրենց 2 տարեկան Տիգրանը մի հրաշքով տուն գա։ Տիգրանի պապիկը տեղը չի գտնում, 3 ժամը 10:30-ից 11-ն է անհետացել երեխան։ Ինքն այդ ժամանակ որդու հետ մեքենան էր վերանորոգում։ Տիգրանն էլ իրենց մոտ քրոջ հետ խաղալիս է եղել։ Հետո քույրը տուն է գնացել, որ հայրը մտածել է, թե Տիգրանն էլ է տանը։ Մայրն էլ կարծել է, թե երեխան հոր մոտ է։ Ամեն ինչ կատարվել է ընդամենը 10 րոպեի ընթացքում, պատմում են Տիգրանի հարազատները։ Չնայած գետ տանող ճանապարհն անցնում է Պետրոսյանների տան մոտով, բայց Մարմարիկում չեն կարծում, որ երեխան գետն է ընկել։ Նոր քայլող երեխան հազիվ թե կարողանար անցնել դժվարանցանելի արահետներով։ Գյուղում շշուկներ կան, թե հնարավոր է երեխային ինչ-որ մեկը գողացել է։ Ամեն օր տարբեր մեքենաներ են գալիս գնում, ինչ իմանան, որ մեկն ինչ նպատակով է Մարմարիկ մտնում։ Տիգրանի գլխարկն է, ոստիկանական շներն արդեն 2 օր է հոտոտում են այս գլխարկը, գնում են դեպի գետը։ Հետո Տիգրանենց տան բակի ծակուծուկերն են մտնում դուրս գալիս։ Երեխայի որոնումները շարունակվում են գետի ամբողջ ափին։ Երեխայի որոնողափրկարարական աշխատանքներին այս պահի դրությամբ մասնակցել է 100 փրկարարական ծառայող, այդ թվում ջրափրկարարներ եւ կինոլոգներ, ինչպես նաեւ կամավորներ։ Ոստիկանության նաև աշխատակիցներ եւ գյուղի բնակիչներ։ Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվում են ԱԹՍ-ներ, ջրափրկարարական նավակներ։ Եվ այս պահին կարող ենք ասել, որ աշխատանքները շարունակվում են։ Պետրոսյանների ցավն ավելի է սաստկանում իրենց հասցեին հնչող անհիմն մեկնաբանություններից։ Իրենց ճանաչողները բացառում են, որ երեխան կորել է ծնողների անուշադրության պատճառով։ Գյուղում պատմում են, որ Տիգրանը գրեթե միշտ մոր գրկին էր։ Մարմարիկում հրաշքի սպասումով Աստված են կանչում։ Լանա Համբարձումյան, Առաքել Օհանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։ ՔՊԱ-ականները հակասություններ ունեն թմրամիջոցների շրջանառության համար սահմանվող պատժաչափերի հարցում։ Իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի համոզմամբ թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվողի պատիժը պետք է լինի ոչ թե 3-ից 6, այլ 14-ից 20 տարի, իսկ անչափահասների ներգրավմամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար պետք է սահմանվի ընդհուպ ՑՄԱ ազատազրկում։ Հայկ Սարգսյանի գործընկերուհին ՔՊԱ-ական Լիլիթ Մինասյանը կարծում է, որ ՑՄԱ ազատազրկվածների թիվը ավելացնել պետք չէ, դա թանկ կնստի պետության վրա։ Մինասյանն առաջարկում է կանխարգելման միջոցառումներն ավելացնել, ոչ թե ավելի խիստ լինել թմրանյութեր շրջանառողների եւ օգտագործողների նկատմամբ։ Իդեպ պտտվող լուրերի համաձայն թմրանյութերի նկատմամբ հակում ունեցողների մեջ շատ են հատկապես ՔՊԱ-ականները։ Հանցագործությունները պատկերացնում եք, որ 14 տարեկան մարդուն կարող ենք ՑՄԱ ազատազրկել, որտեղ հոդվածով, ըստ ձեր տված հոդվածով հնարավորություն տալիս ենք այդպես բան։ Ձեզ եմ ներկայացրել Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի եւ Միացյալ Թագավորության փորձը։ Եթե դուք հիմնավորեք, որ այս երկրները էմոցիոնալ են եւ իրենց որոշումները սխալ են, ես խոստանում եմ նախագծից հեռացնել ՑՄԱ ազատազրկու հատվածը։ Բայց քանի որ դա այս պայծրությամբ առնվազն դուք չեք արել, ես շարունակում եմ պնդել, որ պետք է նախատեսենք ՑՄԱ ազատազրկում։ Ձերբակալվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ ծառայողական լիազորությունները օգտագործելով առանձնապես խոշոր չափի գույք հափշտակելու մեղադրանք է առաջադրվել Դանիելյանին։ Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Դանիելյանը օրեր առաջ էր հրաժարական տվել։
Չեմպիոնների չեմպիոնը չի մասնակցում առաջնությանը։ Դինամո մարզադահլիճում արդեն 5-րդ տարին է անցկացվում 44-օրյա պատերազմում զոհված Մելքոն Հովհաննիսյանի անվան սեղանի թենիսի մրցաշարը։ Այս 5-րդ տարին է, որ պատերազմից հետո 44-օրյա պատերազմից հետո միշտ նշում ենք Մելքոնի ծննդյան օրը։ Մելքոնն այսօր 23 տարեկան կդառնար, տան ավագ որդին էր, 2 ամսվա ծառայող էր, երբ սարսափելի պատերազմը սկսվեց։ Ծնողների հետ վերջին անգամ 2020-ի հոկտեմբերի 15-ին է խոսել։ Գալիս ենք ծնողներով, հավաքվում ենք, մրցանակներ ենք տալի, մի քիչ փոփում ենք մեզ, գնում ենք եռաբլոր, խնկարկում ենք, գնում ենք տուն։ Մելքոնը 7 տարեկանից է թենիսով զբաղվել, 11 տարի ոչ մի մրցաշար բաց չի թողել։ Միջազգային տարբեր մրցաշարերում առաջինն է եղել, Եվրոպայում 32 լավագույն թենիսիստներից մեկը, Հայաստանի բազմակի չեմպիոն։ Գաղափարը մեր իր ավագ ընկերներից մեկից եկավ, Գարիկ Մկրչյանից, գաղափարը, որպեսզի պետք է Մելքոնին անպայման մեծարենք եւ իր նախաձեռնությամբ վերանորոգվեց, պուրակ սարքվեց Մելքոն Հովհաննիսյանի եւ ամեն տարի միջազգային մրցաշարը կազմակերպել է։ Շատ լավ է հիշում մարզիչ Արթուր Պողոսյանը, փողոցում ձախ ձեռքով ճանճ բռնելիս է տեսել տղային, առաջարկել է ճանճերի փոխարեն սեղանի թենիսի գնդակը որսալ։ Սիրված էր ինքը բոլորի կողմից, իր ընկերների, մարզիչների, ղեկավարների, բոլորի փողոցում, բոլոր տեղերը սիրված էր, այն որ ամենայն անկեղծությամբ եւ մեծ տաղանդավոր խաղացող էր։ Տաղանդավոր, ուժեղ, նպատակասլաց ու ընկերասեր, այսպես է նկարագրում իր մանկության ընկերոջը Էլենը։ Նրանք միասին են մեծացել, միասին մասնակցել գրեթե բոլոր մրցաշարերին։ Շատ դժվար է ներկա գտնվել մի տեղ, որտեղ ինքը չկա, որովհետև բոլոր առաջնություններում ինքը ներկա է եղել, ինքը իր դերը ունեցել է, ինքը իր տեղը գրավել է միշտ ինքը կարելի ասել առաջին տեղում է եղել ու անցյալով խոսալ իր մասին ես մինչ օրս չեմ կարողանում խոսալ, որովհետև շատ դժվար է, ինքը միշտ ասում էր, որ սպասի բան չմնաց, գալու եմ, շարունակենք, կարոտել եմ, ոչինչ, ես մի հատ առանց ինձ գնա կամ առանց ինձ գնացեք, ես գալու եմ ու մեր հին օրերը էլի վերսկսենք։ Մելքոնը եւ թենիսում էր առաջինը եւ կյանքում, այստեղ հավաքվածներն այդպես են հիշում նրան։ Այս մրցումները, որ իրականացվում է, այսքան մարդ այստեղ հավաքվում է, դա մենակ հպարտություն է, իրեն սիրողները միշտ երբեք իրան չեն մոռանում։ Այսօր մենք ուղիղ 5 տարի անցել է եւ պետք է երիտասարդության մոտ այն զգացողությունը դասիրակենք, որ ոչ ոք չի մոռացել, ոչինչ չի մոռացել, ինչպիսի խաղաղության պայմանագրի որ կնքելուն եք, ինչ որ անելուն եք, այս ամոթապարտության խարանը մեր ճակատներից պետք է ջնջվի եւ անշուշտ պետք է ջնջվի։ Աննա Գյուրնազարյան, Միլենա Պողոսյան եւ Հարություն Մաթեւոսյան, Հայլուրի համար։ Մայիսի 5-ի գլխավոր նորություններով եթերում Հայլուրն էր, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք։